Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Կան մարդիկ, որոնց համար հայրենիքը միայն հիշողություն չէ։ Այն ներքին կապ է, որը տարիներ շարունակ ուղեկցում է ամենուր, անկախ երկրից, քաղաքից կամ կյանքի փուլից։ Հայրենակից հաղորդաշարի այսօրվա հերոսուհին իր ներքին ձայնին հետևած անհատներից է։ Նրա վերադարձի պատմությունը ոչ միայն աշխարհագրական նոր միջավայրում հայտնվելու մասին է, այլ այն անտեսանելի կապի, որը մարդուն մշտապես վերադարձնում է իր արմատներին։ Այսօրվա բացահայտումները Մեղրիկ Այթյանի կյանքի եւ հայրենադարձության մասին են լինելու։ Մեղրիկ, ողջույն, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, Իրինա ջան, լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Եթե դեմ չեք, այսօր խոսելու ենք ամեն ինչի մասին, ձեր կյանքի գործունեության եւ Հայաստան տեղափոխվելու։ Եվ առաջարկում եմ մեր զրույցը սկսենք ձեր արմատներից։ Ովքեր են ձեր նախնիները, ինչպես են նրանք հայտնվել Սիրիայում, ապա տարիներ անց արդեն տեղափոխվել Ավստրիա։ Իմ նախնիները, իմ հոր կողմեն, իմ մեծ հայրը եղած է եթեսիայեն, ինքը ցեղասպանություն է վերապրած մարդիկ զինվորական էր ու արմատներով եթեսիայեն որ գսեմ իմ մեծ հայրը շատ մեծ հբարդությամբ միշտ կբատներ որ մեր դողմը սերած է ամենամեծ համաշխարհային գրադարանի հիմնադիրներ են այսինքն իմ մեծ բավերը եղած են այդ գրադարանի հիմնադիրները եթեսիո Բորդասարի շրջան են ուրեմն այդ գրադարանն է որ Գորին Սկանչելին եւ Ակատանքեղոսը հիշադակած են որ Մեսրոպ Մաշտոցը հայերեն դարերը վերակդած են հա ուրեմն իմ մեծ հայրը միշտ մեծ հբարությամբ կբատներ որ մեր դողմը այդ գրադարանի հիմնադիրներեն բուկա գսերի մոր գոմես դիկրանագերդեն է մոր մեծ հայրս, այսինքն ես Ուրֆայի, Եթեսիո եւ Դիկրանագերդի ինչ-որ խառնուրդ եմ, ծնած եմ Սուրիա, իսկ իհարկե բնականաբար իմ մեծ հայրս երկու կողմեն Սուրիա հայտնված են եղերնի պատճառով, շատ տարբեր ցավալի պատմություններով իհարկե եւ այդտեղ ապրած են ահագին մեծ ընտանիքներ գազմած են ժամանակի ընթացքին որպես ապացույց որ հայը չի գնար քնաչնչվիլ միշտ այդ խաղապարը գար որ Սուրիան ինչքան էլ մեծ հյուրընկալող երկիրն է բայց մենք ունենք հայրենիք Հայաստան այդ իսկ պատճառով ոնց որ մեր համար միշտ սուրբ բարդականություններ, բարդքեր, դուրս գալ մեզ հյուրընկալող երկրից եւ հաստատվել մեր հայրենիք ու 19 տարեկանից վերջնական արդեն դուրս եկած եմ Սուրիայեն Ավստրիո մեջ փարսավին գրթությունը ստացած եմ ու արդեն մեր բաղեմի երթումը վերջերս իրականացուցած ենք եւ հայրենադարձվելով թեպի Հայաստան Մինչև հայրենադարձության պատմությանը անցնելը, նաև մի փոքր խոսենք Ավստրիայում ձեր ունեցած կյանքի մասին, եթե չեմ սխալվում, դուք նաև Զալցբուրգում ձեր անմիջական ներդրումն ու մասնակցությունն եք ունեցել համայնքային նոր կառույցի ստեղծմանը։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնեք ինչ կառույցի մասին է խոսքը եւ արդյոք այսօր եւս գործում է այն։ Այո, Զալցբուրգի մեջ երբ ուսանող էինք, մի քանի համախոհներով այնտեղ մի քանի համախոհներով ծրագրած ենք այդ գործունեությունը, որ պետք է հայկական համայնք, ազգային հայկական համայնք բացենք Զալցբուրգի մեջ, ինչու բարձ պատճառներով, որովհետև այնտեղ այնքան հայեր կային, բայց ինչ որ վայր չունեին, որ իրենք իմիքան հավաքատեղի չունեին, այսինքն այդ վայրը, այդ գործունեությունը, որ պիտի ծավալենք, այդ պիտի իմի փերեր բոլոր հայությանը եւ պիտի փորձեր հիշեցնել թե իրենք ովքեր են եւ ինչ է նշանակում համայնքի մաս կազմել։ Կարողացաք ինչ որ չափով իրականություն դարձնել ձեր նպատակները։ Պատկերացրեք, այո, կարողացանք շատ հետաքրքիր համախոհներու միջոցով շատ արագ կարողացանք այդ գործը իրականություն դարձնել
ահակին բզդիկներ հայերեն դասեր սկսան սորվել լայն հայերեն լեզու, հայոց պատմություն, միջնադարյան հայկական երկու բարի ուսուցանում, այսինքն ինչի համար որ մենք իրոք նախացերնած էինք դա ինքը լի ծառայեց իր նպատակին եւ այո մինչեւ այսօր գործում է այդ կառույցը։ Մեղրիկ, դուք նաև աշխատել եք որպես խմբագիր, ինչպես նաև որպես մանկավարժ։ Հետաքրքիր է ձեր կյանքի այդ շրջափուլի հարուստ փորձառությունը, որքանով է օգնում այսօր Հայաստանում ապրելու եւ արարելու առումով։ Խմբակություն արել եմ շատ փոքր տարիքում։ Տեսեք, ես միշտ ուզեցել եմ գրող դառնալ։ Գիշեմ առաջի անգամ ես հաջախած եմ Սուրյո մեջ ասկային հայգազյան վարժարան։ Մեզ իրոք հայեր դաստիարակած են իրենք ու գիշեմ առաջին անգամ երևի թե 7 տարեկան էի, հա, մեր ուսուցչուհին պատմեց թե ինչպես Թումանյանը շատ վաղ տարիքի իր առաջի կարիերը գրած է, իր առաջի բանաստեղծությունը գրած է, նեղվեցի, որ ես արդեն ուշ եմ։ Վերջ, արդեն այլևս չեմ կարող գրող դառնալ, որովհետև 7 տարեկան եմ արդեն, այդքան շուտ պետք է սկսեի, չեմ հասցրել ու դա միշտ եղած է իմ երազը գրող դառնալ, շատ եմ սիրում գիրք, գրականություն, պատմություն ու խմբակրությունը այդ իսկ հետաքրքրությունից եկած է, հիշեմ մեր դեղի համայնքային թերթերում մեջ գրեի շատ ակտիվ, դարբեր լեզուներով ուսումնասիրություններ գնեի, երևի 12 տարեկանի սահմաններուս, հիշեմ CD-ներով գործեի ինչ-որ նյութեր վերցնել եւ թարգմանել հայերենի ու տարածել, որ տեսեք աշխարհի մեջ սա է այսօր դեղի ունենում եւ այլ։ Խմբակրության գործերը դակավին նրած եմ այդ տարիներուն, իսկ մանկավարժականը ավելի շատ նրած եմ այդ համայնքի գործունեության շրջանակներում, դասավանդած եմ նաև արևմտահայերեն, ավելի արդեն արևելահայերենի դրաբեդող հայերին Զալցբուրգի համայնքի մեջ ու այդպես։ Թվում էր թե ամեն ինչ լավ է արտասահմանում եւ ձեր կյանքը բոլոր հնարավորությունները ունեիք որպես մասնագետ կայանալու, առաջ շարժվելու, բայց այնուամենայնիվ ինչ որ պահի սկսեցիք ավելի շատ, ավելի խորը մտածել հայրենիք տեղափոխվելու մասին եւ ինչ որ պահի նաեւ վերջնական որոշում կայացրեցիք։ Խնդրում եմ պատմեք այս մասին։ Շատ լավ հարց եք տալիս, գիտեք, կյանքի հարց եք տալիս, որովհետև մանավանդ ընտանիքի համար, ես հայրենադարձված եմ իմ ընտանիքի հետ, ամուսնուս ու մեր դուստրի հետ, ընտանիքի համար հայրենադարձությունը այսօր որոշեմ եւ վաղը ընեմ, այդպիսի սխեմայով չի գործեր։ Երկար ժամանակի ներդրում է, առաջին քայլը կարող եմ ասել նաև, որ 2019 թվականին այստեղ բարձր տեխնոլոգիաների նախարարութենեն հրավերը ստացա որպես մասնակետ քալ եւ աշխատել նախարարության մեջ որպես տվյալակետ։ Բարձր տեխնոլոգիաների նախարարության մեջ հիմնական իմ բարդականությունը նա էր, թե ինչպես կարելի է թվայնացման ենթակառուցվածքը ուժեղացնել Հայաստանի ու այդ ենթակառուցվածքեն դուրս եկած դվյալներու հիման վրա արդեն մշակել ավելի արտիական ռազմավարություն։ Ուրեմն այս իմ գործունեությունը բարձր տեխնոլոգիաների նախարարության մեջ առաջին քայլն էր, ինչպես ասեցի, այժմ զբաղվում եմ գայունության հաշվետվություններով։ Ինչ է իրենց ներկայացնում այս ոլորտը եւ ինչով է տարբերվում ֆինանսական հաշվետվություններից, տվյալների հաշվետվություններից։ Գայունության հաշվետվությունը կոչվում է նաեւ ոչ ֆինանսական հաշվետվություն, դա ֆինանսական հաշվետվության այսպես կոչված շարունակությունն է, ինչպես ընկերությունները մինչեւ օրս բարդաթիր տարեկան ֆինանսական հաշվետվություններ են հանձնում պետությանը, այլևս մանավանդ արևմուտքում սկսել են բարդավոր են ընկերություններ հանձնել նաև իրենց գայունացման հաշվետվությունները։ Ու քանի որ այս ոլորտը շատ մեծ է, շատ լայնածավալ է, ամեն մեկ ընկերություն ժամանակին անում էր շատ տարբեր ու դժվար ձևերով, ես ստեղծել եմ, հիմնադրել եմ իմ գազམ་ագերբությունը, որ բանացևեր է առաջարկում նույն հաշվետվությունները անել շատ ավելի արագ ու ստանդարտացված վիճակներով։ Մեղրիկ, գիտեմ, որ ձեր հիմնական գործունեությունից բացի Հայաստանում ունեք նաև ձեր ընտանեկան բիզնեսը, որը զբաղվում է հայկական զարդանախշերով զարդերի պատրաստմամբ։ Խնդրում եմ պատմեք նաև այս մասին։ Այո, Carney Jewelry-ին դա մեր ընտանեկան բիզնեսն է,
իմ ամուսնու ընտանիքի բիզնեսն է, իրենք 4-5-րդ սերունդ ոսկերիչներ են, իմ ամուսինը արմատներով մարաշեն են եւ ժամանակին նույնիսկ եղերնե առաջ մարաշի մեջ նույնիսկ իրենց բաբիկները աշխատել են եւ գործունեություն են ծավալել, նույն բանն են արել, ինչ որ այսօր իմ ամուսնու ընտանիքն է անում, ինչ են անում իրենք վեր են հանում բոլոր մեր պատմական զարդանախշերն ու կորքի մոտիվները ու վերածում են շատ սիրուն եւ շատ նորավոճ զարդերի։ Այո, ամեն մեկ զարդ ունի իր պատմությունը, թե ժամանակին ինչու համար է այդ զարդը ունեցել իր ներկայությունը մշակույթի մեջ, ով է հիմնել, ինչպիսի հոգևոր էլեմենտներ է ունեցել իր մեջ, ամեն մեկ զարդ իրոք ունի իր այսպես կոչված գաղտնիքները, այդ գաղտնիքներն ենք բացում մենք ու ասում ենք, որ հայը պետք է իր պատմությունը գրի իր վրա շատ նորավոճ ձևով։ Ինչպես եւ հիմա դուք եք անում։ Այո, ինչպես եւ սա մեր Սեբաստիայի նախշն է, սա վերջի թողարկումներ մեր ու ինքը արմատներով այս մոտիվը գալիս է Սեբաստիայից, որտեղ ծնվել է Մխիթար Սեբաստացին, Մխիթարյան միապանության հիմնադիրը, ինքը շատ հոգևոր իմաստներ ունի, բադահական չէ, որ Սեբաստիայի նախշը իր մեջ խաչ է բարունակում եւ բադահական չէ, որ Մխիթար Սեբաստացին Սեբաստիայի մեջ էր ծնված։ Մեղրիկ, դուք նաև մասնակցում եք Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրին։ Հետաքրքիր է ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը եւ կոնկրետ ձեզ ինչ տվեց այն։ Սփյուռքի երիտասարդ դեսպան եղել եմ 4 տարի առաջ ու եթե շատ կարճ ասեմ, ինքը դեսպանը ներկայանում է կապ Հայաստանի ու դվյալ համայնքի միջև։ Ու իր բարդականությունը կայանում է նրանում, որ ինքը հնարավորինս շատ ակտիվ ցևով ներդրում ունենա, որովհետեւ այդ տեղի երիտասարդությունը անընդհատ կապի մեջ լինեն Հայաստանի հայրենիքի հետ։ Դարբեր ցևերով, հա, դա լինի մշակութային, դա լինի մարզական, դա լինի հանդեսների միջոցով կամ քիրքերի միջոցով, դարբեր ցևերով։ Քանի որ դուք բավականին լավ տեղեկացված եք այս ոլորտից, հետաքրքիր է ձեր կարծիքը։ Այսօր ինչ կարող է անել Հայաստանը արտասահմանյան մեր հայկական համայնքների կենսունակությունը ավելի բարձրացնելու համար։ Գիտեք, ռազմավարություններ են պետք, բայց ոչ մեկ ռազմավարություն, որովհետև նման ռազմավարություններ մշակելու համար պետք է մտածել թարակներով, հա, այսինքն պետք է ամենակիչը նկատի առնել դարիքային դարբերությունները, որովհետև օրինակ երիտասարդներու ակնկալածն ու սպասելիքները հայրենիք են լրիվ դարբեր են, քան դարեց մարդոցը կամ փոքրերունը, մանուկներունը։ Եվ նույն մոդեցումով մենք սկսեցինք մեր գործունեությունը Զալցբուրգի հայկական համայնքի, որովհետև ամեն մեկ դարիք ունի իր դարբեր հայկական բանջկները, այսպես ասեմ, հա, եւ չէ կարելի միայն մեկ բան առաջարկել։ Օրինակ դամ մանուկներուն շատ հարգավոր էր, անհրաժեշտ էր հայերեն քիրքեր, հայոց պատմության քիրքեր, եւ մենք գապ հանդիսացանք մեր համայնքի եւ Սփյուռքի հանձնագետարի գրասենյակի միջև, որովհետեւ այդ փոքրիկներու պետքը բոլորենք ահագին հաջողություն ցերկ բերեցինք, հա, բզիկները վերջում ունեցան իրենց քիրքերը, ամեն շաբաթ հայոց պատմության դասավանդություններ ունեն իրենց քիրքերով, իրենց համար իրոք ուրախություն էր, թե ուսումի գրթության տեսանկյուն է եւ թե որ ինչ որ մենք ունենք հայր, ով որ գհոքա մեր պետքերը, քիրք խրգեց Հայաստանը մեզի, իրենց համար ծայրահեղ ուրախություն էր։ Նույնպես օրինակ դարեց մարդոց համար գազմագերբած էինք փորձի փոխանակման ծրագրեր, այո, որովհետև գային շատ լավ մասնակիցներ, որոնք ունեին անսահմանափակ ժամանակ օրվա ընթացքում եւ չէին գիտեր ինչպես կարելի է եւ որու կարելի է փոխանցել իրենց
դարիներու հավաքած փորձառությունները, հա, այդ նորեն գաբի դուրս եկանք, փորձեցինք Սփյուռք Հայաստան փորձի փոխանակման ծրագրեր մշակել եւ իրոք այնքան երկկողմանի բավարարվածություն ստեղծեց, թե դարեց մարդկանց համար, որովհետեւ վերջապես իրենք զգացին կարևոր հայ մարդիկ, որոնք դալիք ունին նոր հայ սերունդին հայրենիքի մեջ։ Այսինքն, եթե գրկնեմ, ամեն մեկ սերունդի համար հատուկ ռազմավարություն պետք է, եւ այդ ռազմավարություններուն նպատակը պետք է լա երկկողմանի շահ։ Նախորդ հարցի որպես շարունակություն, եթե փորձենք քննարկել երիտասարդ սփյուռքահայերի հարցը, ապա պետությունը այստեղ ինչ կարող է անել, որպեսզի երիտասարդ սփյուռքահայերին ավելի սերտորեն կապի հայրենիքի հետ։ Առաջին բանը, որ հիմա գուքա միտքս, սերունդները իմի փերելու ծրագիրն է։ Այսինքն այնտեղի սերունդը պիտի ճանչնա իր հայրենիքի մեջ եղող նույն սերնդագիցներուն։ Ամենաառաջին քայլը։ Անգե յետք արդեն այդ ծանոթությունը ապահովել է յետք։ Համագործակցություններն ալ կսկսին, երկխոսություններն ալ կսկսին, առարչական գործը կսկսի սերունդներու միջև։ Հիմնվելով այսօր արկա իրողությունների վրա, որ ոլորտները Հայաստանում կառանձնացնեք, որոնցում առավել շատ եք զգում Սփյուռքի ներգրավվածության կարիքը։ Ունենք լիքը հայեր, ովքեր որ միջազգային հարթակներում հայտնված հայեր են, պետք է կապ հաստատել այդ մարդկանց հետ, որովհետեւ այդ անցիկ անեն հայաբահբան, հայաստանաբահբան գործունեություն եւ ոչ թե իրենց ներկայացուցած երկրի գործունեությունը։ Մեղրիկ, քանի որ դուք ձեր գործունեության որոշակի հատվածը նաև իրականացրել եք հենց կրթության ոլորտում, հետաքրքիր է ձեր կարծիքը, այս կամ այն նախաձեռնության հաջողությունը մեծապես կախված է կրթությունից, թե փորձառությունից։ Զուգահեռ, տեսեք, կրթությունը առանց փորձի շատ արագ կմոռցվի։ Եվ փորձառությունը առանց կրթության ուղղակի փորձանք է, որովհետև ոչ պրոֆեսիոնալիզմի կդանի։ Ամենաաստեցիկ ձևը, որ մարդ շատ պրոֆեսիոնալ աշխատի եւ ճիշտ շահեր պաշտպանի, իր ուզած գեդին հասնի, իր տեսլականը իրականացնի, այն է, որ ինքը գրթության ժամանակ նաեւ փորձ ձեռք բերի։ Այսինքն այդ երկուքը զուգահեռ իրար հետ աջին։ Մեղրիկ, խոսենք նաև ձեր ապագա նպատակների եւ ծրագրերի մասին։ Արդյոք դրանք կապված են Հայաստանի հայրենիքի հետ։ Միանշանակ, դա մեր բաբենական, ինչպես քիչ առաջ նշեցի, սուրբ ոնց որ տեսլականը, առաքելությունը, այո, դա կապված է Հայաստանի հետ։ Ես ինչքան փորձ եմ ցերկ բերել, ինչքան գործունեություն եմ ծավալել դրսում, դա լրիվ հերիք է ինձ, ու հիմա արդեն իմ կյանքի այն ֆազի մեջ եմ, որտեղ որ արդեն մինչև հիմա իմ հավաքածը պետք է ներդնեմ իմ հայրենիքի զարգացման գործընթացի մեջ։ Դուք արդեն բավականին երկար ժամանակ է ապրում եք հայրենիքում եւ հետաքրքիր է արդյոք Հայաստանում կան երևույթներ, որոնք միջորս ձեզ զարմացնում են։ Այո, իհարկե, մեկը ասեմ, դա օրինակ հոգին է։ Գիտեք, մարդը միայն մարմին կամ միտք չէ, մարդը նաև հոգի եւ հետաքրքրական այն է, որ այս երեքից հոգին է, որ որոշ է թե մարմնի աշխատանքը, թե մտքի մաքրությունը, իսկ ես արտերգրում գտժվարանամ հաջող հոգին գտնելու։ Շատ ֆանտաստիկ ամեն ինչ կաշխատի, շատ լավ ամեն ինչ կազմակերպված է, ժամացույցային ճշգրտությամբ ամեն ինչ ռոբոտացված, հոգին բագաս է։ Այստեղ ես ուղղակի դարերքի մեջ եմ, որ նույնիսկ ամենափոքր երեխու հետ զրույցի ժամանակ այդ հոգին գշոշափեմ։ Մեզի չեմ գիտեր ինչպես, բայց մեզի ստացվեր է, որ մենք կարողացել ենք պահպանել այդ եւ շատ հույս ունեմ, որ կշարունակենք այսպես։ Մեղրիկ, եթե փորձենք համեմատականներ անցկացնել հայաստանյան եւ եվրոպական հասարակությունների միջև, կնկատենք, որ թե ընկալումների առումով, թե մտածելակերպի առումով բավականին մեծ տարբերություններ ունենք։ Որ տարբերությունները կառանձնացնեք, որոնք հօգուտ Հայաստանի են։ Ես կհիշեմ իմ մեծ հայրս սկսեր, եթե մարդուն գուզես գրթել, դաստիարակել,
Ընդամենը տասյարակ է խիղճը, տասյարակած գլաս այդ մարդուն։ Որոշումները մարդիկ կգայացնեն դարբեր ցևերով, կամ զուտ հաշվարկներով, կամ դարբեր նպատակներով։ Այստեղ ես կտեսնեմ հաճախ, որ նաև իրենք որոշում կայացնելու ժամանակ կկործածեն նաև խիղճի ցայնը։ Օրինակ, սա չնենք, որովհետև ինչ որ ավելի լուսավոր խաղապարի համար, ինչ որ որոշումներ, իսկ դա ես դրսում առհասարակ ընդհանրապես չեմ տեսած, գրնամ իրոք ասել այս բառը ընդհանրապես չեմ տեսած։ Այնտեղ ես հաճախ կտեսնեմ, որ խիղճ կբագասի որոշումներու մեջ, առօրյա կյանքի մեջ, ամեն ինչ եթե թվապանական ճշգրտությամբ է, ուրեմն լավ է։ Մեղրիկ, եթե փորձենք այսպես իմի բերել ձեր բոլոր հաջողությունները, որը կառանձնացնեք որպես ամենակարևոր ձեռքբերում, որին երբեք չէիք հասնի, եթե չվերադառնայիք հայրենիք։ Այո, իհարկե, դա այն է, որ այսօր իմ ծավալած գործունեությունը, կայունացման հաշվետվությունը Հայաստանում հնարավորինս արդիականացնելու այդ գործընթացի մեջ, ես այդ գործունեությունը գնեմ երկրի մասշտաբով, ինչը որ ինձ համար միանշանակ երազ է ցանկացած արտերկրում։ Օրինակ ես Ավստրիայում աշխատել եմ արտգործնախարարությունում, բայց դա իմը չի, եւ ես չեմ կարող ասել, որ երկրի մասշտաբով ինչ որ բան եմ փոխել։ Իսկ Հայաստանում դա կարելի է անել, որովհետև վերջապես մերն է եւ մեր ընտանիքն է։ Մենք կրնանք ուրիշի ընտանիքի համար ինչ որ բարիք անել, բայց մենք չեղա որ այդ ընտանիքի մեջ եղանակ փոխեցինք։ Իսկ մեր ընտանիքի մեջ երբ որ լավ գործեր անենք, դա արդեն եղավ մեր ընտանիքի մեջ իրավիճակ փոխածենք։ Իսկ սա Հայաստանի մեջ ամեն օր ես կսկամ։ Մեղրիկ, հետաքրքիր է նաև ձեր կարծիքը հետևյալ հարցի շուրջ։ Հայաստանում ունենք համապատասխան նախադրյալներ Սփյուռքի մեր հայրենակիցների, հատկապես երիտասարդների կայացման եւ ինքնադրսևորման համար։ Կան ծրագրեր, օրինակ, կազմակերպություններ, որոնք այդ Սփյուռքի ներուժը շատ լավ ցևով, շատ պրոֆեսիոնալ ցևով գբերեն Հայաստան, երիտասարդներու շնորհիվ, շատ կերազեի այդ բոլորը արվեր իրոք pedagogan մասշտաբով եւ ոչ թե անձնական անհատներու կամ գազագերբություններու միայն մասշտաբով, որովհետեւ եթե pedagogan մասշտաբով լար կգարձեմ շատ ավելի արագ արդյունքներ ունենայինք։ Մեղրիկ, եւ մեր վերջին ավանդական հարցը, որը տալիս ենք մեր բոլոր հյուրերին։ Ինչ խորհուրդ կտաք մեր արտերկրում ապրող բոլոր այն հայրենակիցներին, որոնք տարիներ շարունակ երազում են հայրենիք վերադառնալու մասին, բայց այդպես էլ չեն համարձակվում վերջնական որոշում կայացնել։ Այո։ Գասեմ, որ միշտ խաղապարները մտքի մեջ շատ ավելի մեծ են եւ դժվար, քան իրական կետնի վրա։ Իրոք, ցանկացած ոչ թե միայն հայրենադարձության բարակային, այլ ցանկացած բանի նոր սկիզբ տնելու համար մեր մտքի մեջ շատ ավելի մեծ եւ շատ ավելի դժվար գործունեություններ են գալիս, քան իրականում է։ Սա մեկ եւ երկրորդ այն է, որ քայլ առնելն է։ Գիտեք, որովհետեւ երբ որ մարդ ինքն իրեն տնե իրավիճակի մեջ, օրինակ հայրենադարձվի, առանց շատ մտածելու, իհարկե պետք է մտածել ինչ որ չափով, բայց ոչ թե այնքան մտածել, որ երազանքը չի կատարվի, հա։ Երկրորդը այն է, որ երբ որ մարդ հասնի այստեղ, իրեն տնե այդ իրավիճակին մեջ, հաստատ ինքը կգտնե ելքեր այդ իրավիճակի մեջ շատ լավ ընդելանալու ու արարելու։ Շնորհակալություն Մեղրիկ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալություն Իրինա։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ ապրում են մի երկրում, կրթություն ստանում ու ուսում եւ ապրում լրիվ այլ երկրում, հայրենիքի գաղափարն է փոփոխականը եւ տարողունակ։ Մեր հաղորդման հերոսի պարագայում այն դարձել է գիտակցված ընտրություն, ներգրաված լինելու, անմիջականորեն մասնակցելու եւ սեփական ներկայությունը կարեւոր ու պահանջված դարձնելու համար։ Սիրելի հայրենակից, Մեղրիկ Այթյանը կատարել է իր ընտրությունը։ Թերթը քոնն է։